Թեև պրոֆեսիոնալ Muay Thai-ը համեմատած մյուս մարտարվեստների հետ աչքի է ընկնում այսպես ասած իր չորությամբ, իր վտանգավորությամբ։ Ըստ երևույթին այդ է պատճառը, որ շատ ֆեդերացիաներ, որոնք ուսումնասիրում եւ զարգացնում են մարտարվեստները, պարզապես չեն մասնակցում Muay Thai-ի մրցաշարին, խուսափելով վնասվածքներից։ Muay Thai ռեժիմը տարբերվում է շատ ու շատ մարտարվեստներից իր չորությամբ, իր կատարյալ լինելով եւ իր ունիվերսալության շնորհիվ եւ կիրառվում է մենամարտերի ժամանակ ոտքերով, ձեռքերով հարվածներ, ծնկներով եւ արմունկներով եւ այս ամբողջը դարձնում է այս մարտարվեստը բավականին վտանգավոր եւ բավականին չոր։ Ինչպես մնացած մարտարվեստերը, Muay Thai-ի եւս բացառություն չէ եւ այս սպորտաձևում էլ հարվածների մեջ բացառություններ կան։ Դասական, ասենք, ոչ թույլատրվողն է դա կոկորտին, ծոծորակին, ողնաշարին հարվածներ չի կարելի, աճուկային շրջանին, ինչպես նաև արգելված է հարվածել, եթե հակառակորդը գտնվում է ծնկած կամ երրորդ կետով ռինգի հատակին է դիպում, դա այդ դեպքում էլ չի կարելի հարվածել։ Այս սպորտաձևում վտանգներն ու էքստրեմալ իրավիճակները շատ են, սակայն Հայաստանում մարզաձևի սիրահարների թվաքանակը գնալով աճում է, ինչի վկայությունն էլ հաճախակի կազմակերպվող մրցաշարերն են։ Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai-ի անցկացվելիք մրցաշարում վիճարկվում է Հայաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի տիտղոսը, գոտին եւ վարկանիշային մենամարտը։ Բնականաբար գոտու համար մենամարտողները բոլորն էլ պրոֆեսիոնալ են, ունեցել են իրանց մարզական կարիերայի ընթացքում բավականին մենամարտեր, ունեն բավականին փորձ, խոստանում ենք բավականին հետաքրքիր երեկո է լինելու եւ շատ հետաքրքիր մենամարտեր են լինելու, նամանավանդ որ ռեյտինգային մենամարտեր են լինելու եւ ամենակարևորը որ գոտի մենամարտն է թեժ պայքար է լինելու եւ այս 4 հավակնորդը պայքարելու են տիտղոսի եւ գոտիի համար։ Ուզում եմ ասեմ, որ Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի նպատակը կազմակերպել այստեղ այնպիսի մենամարտներ, առաջնություններ եւ շոուներ, ինչպիսին են դրսում, այսինքն It's Showtime, Ամերիկայում կան տարբեր կամեկը հիմա եւ տարբեր մրցաշարեր, որտեղ ոչ միայն դա մրցաշար է, մենամարտ է, այլ դա շոու է, որ յուրաքանչյուրը կարող է գնալ վայելել։ Նաև մեր նպատակն է այն, որ մենք աճացնենք այնպիսի մարզիկներ Հայաստանում, որ հետագայում կարողանան գնան դուրս եւ մասնակցեն այդ մրցաշարերին, ներկայացնելով Հայաստանը։ Հիմա մենք համագործակցում ենք դրսից էլի տենց մեծ կազմակերպությունների հետ եւ հույսով ենք, որ շատ շուտով նաեւ կազմակերպվի Հայաստանում համաշխարհային մրցաշարեր, որտեղ ներկա կլինեն եւ կմենամարտեն արդեն տարբեր ազգերի մարզիկներ։ Այո, իհարկե, մենք արդեն համագործակցում ենք իրանց հետ։ Մենամարտին մասնակցելու են հանրապետության շուրջ 18 լավագույն մարզիկներն, ովքեր իրենց վճռականությամբ եւ մարտական տրամադրվածությամբ ձգտելու են հասնել հաղթանակի։ 18 մարզիկներից կարող եմ խոստանալ բավականին հեռանկարային մարզիկներ են լինելու, որոնք մենք հույս ունենք մոտ ապագայում մեծ աշխատանք պետք է տարվի եւ լավագույնները իրավունք նվաճեն եւ ստանան հնարավորություն դուսը մենամարտելու միջազգային ասպարեզներում եւ միջազգային գրանձիոզ մեծ ռինգերում։ Սպորտը սպորտ, մարզաձևը մարզաձև, բայց եւ այնպես հաջողություն եւ անվնաս մրցաշար մեր մարզիկներին։ Գայանե Սահակյան, Նարեկ Բարսեղյան, Երևան լրատու։